detail at chapter 3. We're going to look at some more details in chapter 3. Երբ գլուխը նայել ենք ավելի դետալար դետալ։ For instance, look at verse 1. Այնեք նայեք առաջին համարին։ Who's the first person mentioned? Ով է առաջին մարդով նշվում է։ Նկատել էին։ No. Չէ, քահանաները։ Eliasib, yeah, so basically the service. priests. He's a priest. He's the chief priest. Քահանայա պետ է։ Now, there are many good things about the fact that he did this. So, why do you think it was important that here you have a priest that's participating, and in later verses 17, 18, in other verses, we see priests and Levites building. Ինչու է կարևոր այստեղ այս քահանայի գործունեությունը, ինչպես նաև հաջորդ համարներում տեսնում ենք քահանաներին եւ ղևտացիներին այս գործի մեջ կառուցելու գործի։ So they were building according to their profession. Իրենք կառուցում էին կախված իրենց գործից, հա, եւ նաև իրենց կանչվածությունից։ All priests and Levites were builders. Բոլոր քահանաները եւ ղևտացիները շինարարներ էին։ No, they were religious leaders. Չէ, իրենք ուղղակի կրոնական գործիչներ էին։ Just as today we have ministry according to gifts. Ինչպես այսօր մենք ունենք ծառայություններ ըստ մարդկանց պարգևների, հա, քարոզություն, ուսուցում, ավետարանչություն եւ այսպես։ And we have the general obligations of all Christians. Եվ մենք ունենք բոլոր քրիստոնյաների ընդհանուր պարտականությունները։ Encouraging others. Սիրել մարդկանց, քաջալերել, աղոթել իրենց համար։ Building the wall was not a work or a task or a project for specialists. Պարիսպը կառուցելը հատուկ ընտրյալների համար գործ չէր։ You pick up rocks, you put them on top of each other. Վերցնում ես քարերը, դնում ես մեկը մյուսի վրա։ Now, you do have to know how to pick up rocks and put them on top of each other. Իհարկե պետք է իմանալ թե ինչպես վերցնել քարերը ու դնել մեկը մյուսի վրա։ Why would it maybe have been a good thing in terms of example that the priests got right in there with everybody else? Բայց ինչու էր կարևոր որ քահանաներն էլ բոլորի հետ զբաղվեն այս գործով։ Հետագայում պատմության ոնց որ սերունդներով փոխանցել ոնց է կառուցվել So that they pass it to other generations, like the priests, they talk a lot, they tell stories, so they tell the story of building. For the future generations. Եկող սերունդների համար։ Անկախ ինչ պաշտոնի ես, նու պետքա տիրոջ այդ կոնկրետ ծառայության գործին լինես։ So that like people see that independent of your position, you need to be in this work. Okay. What if they would have stood back in their robes and said, "We're too holy"? Դա թե իրենց այդ քահանայի շորերը կահակած կային, ասեն շատ սուրբ ենք սրա համար։ Stephen and I talked about this in terms of deacons. Ես ու Ստիվենը սրա մասին ենք խոսել սարկավակների համար։ Any man who cannot bring himself to wipe a table off or set up chairs should never become a deacon. Ցանկացած մարդ ով չի կարա սեղան ով չի կարա իրեն տրամադրի հա սեղան սրբել կամ աթոռներ դասավորել երբեք չպիտի դառնա սարկավակ։ Եթե չափազանց լավն ես, հա, քեզ տեսնում օրինակ հատակը սրբելու համար, դու ծառայության համար շատ վատն ես, որովհետև ինչպես խոսքն է ասում, ամեն ձեզնից ամենամեծը թող լինի բոլորի ծառան։ Ունենք յուրահատուկ պարգևներ, բայց ունենք ընդհանուր պարտականություններ։ Same thing we see that there were rulers like look at verse 9. Նույնպես տեսնում ենք որ կան առաջնորդներ, օրինակ նայեք 9-րդ համարը։ There's 9, 12, 14, there's all these rulers that participate. 9, 10, 14 տեսնում ենք այս բոլոր առաջնորդներին, որ մաս են կազմում։ Many of them were rulers over a territory that was not in Jerusalem but was around Jerusalem. Started with the wall and went out. Սրանց ոմանք, հա, տեսնում ենք որ իշխան էին ոչ թե Երուսաղեմում, այլ Երուսաղեմից դու Երուսաղեմի մոտակայքում գտնվող տարածքներում։ So
there were many rulers, many people that were administrators who participated in the building of the wall. Շատ իշխաններ եւ կառավարիչների ենք տեսնում, ովքեր նույնպես մասնակցում էին պարսպի կառուցմանը։ Then look at verse 5. Նայեք 5-րդ համարը։ What does it say about the rulers from Tekoa? Թեկուացիների մասին ինչ է ասվում։ Խստապահանոց էին, էլի։ They were stiff-necked people. Շուզեցին։ Didn't wanna serve. Ինչ շեշտում է հենց տիրոջը, ոչ թե այդ գործին, այլ տիրոջը։ And it specifies they didn't wanna do this work, the service for God. Yep. So that's pretty arrogant. բավականին գոռոզ բան է։ Now Tekoa was not in Jerusalem. It's another Թեկուան city. Երուսաղեմում չէր, լրիվ ուրիշ քաղաք է։ They might have thought, I don't get any benefit from this. Կարող է մտածեն մեզ ինչ է տալու սա։ My position is too high to do this. Իմ պաշտոնը չափազանց բարձր է սրա համար։ But the interesting thing, their rulers refused to do anything Հետաքրքիր բանն այն է, որ իրենց առաջնորդները մերժեցին անել ցանկացած բան։ but the men from Tekoa restored not just one part of the wall, but two parts of the wall. Առաջնորդները բան չարեցին, բայց Թեկուայի ժողովուրդը ոչ միայն մի, այլ երկու մաս կառուցեցին պարսպից։ So despite the bad example from their leaders, they were faithful to God. Չնայած այն վատ օրինակի, որ ծառայեցին իրենց առաջնորդները, իրենք սորական ժողովուրդը հավատարիմ մնացին Աստծուն։ John Maxwell would say that people never rise higher than their leaders. Ջոն Մաքսվելը ասում է, որ մարդիկ երբեք իրենց առաջնորդներից բարձր չեն լինում։ I would say to Brother John sometimes. Ես Ջոնի ախպորը կասեի երբեմն լինում է։ Because the Tekoites they went far beyond their leaders. Որովհետև թեկուացիները այստեղ իրենց առաջնորդներից շատ ավելի հեռու գնացին։ I've seen good people in churches that had bad leaders, but they still did a lot of good stuff. Տեսել եմ եկեղեցում շատ լավ մարդկանց, ովքեր չնայած ունեին վատ առաջնորդներ, բայց լավ բաներ էին անում։ Առաջնորդները իրենց համար են պատասխանատու։ But every person is responsible for their calling and before God. Բայց ի վերջո ամեն մարդ անհատապես պատասխանատու է իր կանչվածության համար։ Also as we look through this text, if you look at verse 10, Նաև նայելով այս what տեքստին, kind of people does it talk about in verse 10? տեսնենք 10-րդ համարում ինչպիսի մարդկանց մասին է այստեղ Where are those խոսվում։ people from? Որտեղից են այս մարդիկ։ 10-ը 10 Verse 10. Where did they live? Those people? Որտեղ են ապրում։ In Jerusalem or outside of Jerusalem? Երուսաղեմում թե Երուսաղեմից դուրս։ չի ասում համարը։ Doesn't mention. Well, if they're repairing the wall and he builds it opposite of his house, where's his house? Եթե նա իր տան դիմացն է կառուցում պատը, որտեղ է իր տունը գտնվում։ His house is in Jerusalem right by the wall. Երուսաղեմում է, չէ՞ լինելու բնականաբար And that պատի happens մոտ։ in several places here. When you look at, for instance, in verse 23, same thing. Նայեք օրինակ 23-րդ համարը նույն բանը։ This person builds right by their house. Այս մարդն էլ կառուցում է իր It's տան to their մոտի advantage to rebuild this section of the wall because they're safer now. իրենց համար առավելություն է, որպեսզի that happens պարիսպը several կառուցեն, times. որովհետև իրենք ավելի ապահով կլինեն։ But if you go back up to verse 2, Այս երբ նայեք երկրորդ համարը, thumbs are going to be worn out. ձեր բութ մատերը կցավեց։ I'm sorry, not verse 2, verse 5. Ոչ թե երկրորդ 5-րդ համարը։ Verse 2. Okay, yeah, the men of Jericho in verse 2. Jericho is not in Jerusalem. Երիքովի մարդիկ, It's another որ նշում city է outside. երկրորդ համարում, հա, իրենք էլ Երուսաղեմից չի, ուրիշ տեղից եկան եւ սկսեցին Verse կառուցել։ 5, the people from Tekoa come. 5-րդում թեկուացիները եկան։ They build. Look at verse 7. Նայեք 7-րդ համարը։ These are people from Gibeon and Mizpah, towns outside of Jerusalem. Գաբավոնացիներն ու Մասփայի մարդիկ, որ նույնպես Երուսաղեմից դուրս են։ Then you later have, like in verses 13 and 14, same Հետո thing. 13 եւ 14 համարում ունենք նույն բանը։ The inhabitants of another town build in 13. Another town there. Ուրիշ 14. էլի ուրիշ քաղաքի մարդիկ են գալիս եւ նորոգում են Պարիսպը։ But the interesting thing is,
we would tend to say, oh, okay, the people who were from outside of town and built the wall were better than the people who were going to live inside the town. Եվ կարող ենք ասել, որ մարդիկ ովքեր ապրում էին եկան ուրիշ քաղաքներից ու նորոգում էին պատը ավելի լավն էին, ավելի շատ գործ արեցին, քան նրանք ովքեր ներսում էին։ Who were living in Jerusalem were just more selfishly motivated. Ովքեր որ Երուսաղեմում էին ապրում, ավելի եսասեր մոտիվներ And the ունեն։ others cared about the city even though they weren't going to live there. Իսկ մնացածը հոգ էին տանում քաղաքի մասին չնայած որ չէին ապրելու այնտեղ։ The text doesn't do that. Տեքստը այդպեսի բան չի ասում։ It just says these built and these built. Ուղղակի ասում է որ իրենք են կառուցում, մյուսներն էլ են կառուցում, չէ՞ կարևոր չի որտեղ ես կառուցում, թե դա քեզ օգուտ տալիս էր թե ոչ։ The wall was being rebuilt for all. Պարիսպը կառուցում էր բոլորի համար։ Because even if you lived outside of Jerusalem, it Նույնիսկ was եթե better for you that Jerusalem be a walled functioning city. Նույնիսկ եթե ապրում ես Երուսաղեմից դուրս, կրկին քեզ համար ավելի լավ է, որ Երուսաղեմը լինի պարսպապատ, չէ, որտեղ եթե քո քաղաքի վրա հարձակվեն, ավելի լավ կլինի փախնելու տեղ ունենաս։ Տարբեր տեսակի մարդիկ միացան շինարարությանը։ Another thing that's in here is some people built walls. Եվս մեկ բան, որոշ մարդիկ պարիսպն են հենց կառուցում, Some people repaired gates. որոշ մարդիկ կառուցում էին հենց Some people դարպասները, did both. որոշները անում էին երկուսը։ And what do you think? What would be more noticeable? Ինչը կլիներ ավելի նկատելի դարպասը կառուցելը, վերականգնելը։ If you look on the map, there's less than 15 of these gates. Եթե նայում ենք քարտեզին կտեսնենք, որ 15-ից քիչ Is a են gate pretty noticeable? դարպասները։ Դարպասը նկատելի է։ They're big. It's Այո, like from there to մեծ են։ here is your Չէ, gate. պատկերացրեք, ստեղից You ստեղ get a gate դարպասն են։ rebuilt and you're going, oh, somebody rebuilt the gate. Դարպաս սարքում ես ու տեսնում են, հա, որ ինչ որ մեկը այս դարպասը What if սարքեց։ you're the poor guy that rebuilds the section of wall by the dung gate? Ինչ եթե այդ աղբի դարպասն ես դու նորոգում։ Who's going to walk by and see? Ո՞վ է դրա մոտով անցնելու տեսնելու։ I mean, there are places where it would be noticeable that you did yours. Տեղեր կա, որտեղ բոլորը կնկատեին, թե ինչ գործ է արվել։ I helped rebuild it up by the temple. Ես տաճարի մոտի մասն եմ կառուցել։ Now you were over by the fish gate. Այդ ձկների դռան մոտ էր։ You know, Noah wasn't at the dung gate, but he's at the fountain gate. So Աղբի պատի մոտի այն մյուս remember what Paul says about դռան the մոտ body? էր։ Ինը հիշում եք ինչ է Պողոսը ասում արմնի մասին։ God gave the less noticeable organs importance Աստված ավելի so there would be փոքր no division in the body. մասերին տված կարևորություն, որպեսզի չլինի տարաձայնություն I արմնի have մեջ։ never looked at my liver and said, "Thank you, Mr. Liver." Ես երբեք չեմ նայել լյարդին ու ասել շնորհակալություն լյարդ, Thank you, Mr. Kidneys. շնորհակալություն երիկամներ։ You know, I looked at my hands and say, "Thank you for putting that shashlik in my mouth." Նայել եմ ձեռքերս, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ դնել խորովածը բերանում ես։ In church, Եկեղեցում we sometimes leave the impression that the preachers and singers are all preachers, singers, and organizers are all the only ones we ever really need. Այսպիսի տպավորություն է ստեղծում, որ քարոզիչները, երգիչները եւ կազմակերպողները, հա, մենակ իրենք են Why? հարկավոր։ Because they're noticeable. Ինչու որտեղ իրենք երևացող են։ Okay, I got a question for you. Հարց տամ ձեզ։ Who buys the toilet paper here at your church? Այստեղ ով է զուգարանի թուղթը առնում Do you եկեղեցում։ even know? Գիտեք։ Huh? You buy the toilet paper. Okay. No. Who buys the toilet paper? Ով է առնում։ Խոսրով Okay. Խոսրով Mhm. այս։ And what if he didn't buy the toilet paper for a month? Ինչ է թե մի ամիս չառներ զուգարանի թուղթ։ Ուշ մեկը պիտի առներ։ Somebody else should have bought it։ Okay. It would be noticeable. Բայց նկատելի կլիներ ամեն դեպքում։ Sometimes there are people who make a distinct contribution to the church and nobody ever notices. Մարդիկ կան, ովքեր հստակ ներդրում ունեն եկեղեցու մեջ, բայց ոչ ոք չի նկատում դա։ I had a very quiet deacon in the church where Մեր եկեղեցում ցած լրակյաց սարկավագուն ենք։ he couldn't preach, he couldn't teach, he couldn't sing. Չէր կարող քարոզել, երգել, But he stood by, we had one door where everybody came in, սա դուր ունենք, որի մոտ կանգնում էր։ and he stood by that door every Sunday. Այդ դրան մոտ like greeting people He kind of greeted every person that came through the door. Եվ կանգնում էր դրան մոտ ու ամեն անցնողին բարևում էր։ He would greet Stephen and he'd look at his eyes.
If he saw Steven-ին joy, he'd say, "Tell me what's going on." նայում ու եթե տեսնում էր ուրախ ինչ-որ մեկ ասում է, Իսկ պատմի ինչ ասած, լավ իսկ բան է եղել։ Brother, how can I pray for you? Ու եթե տխուր էր ինչ-որ մեկ ասում էր, եղբայր ոնց կարամ And one աղոթեմ time քեզ։ we asked people, Հիշում եմ մի անգամ who has been the biggest blessing to you in the last year in our church? հարցրինք մարդկանց, թե ամենամեծ օրհնությունը ով է եղել քո կյանքում անցած տարի։ Ոչ մեկը ինձ չասեց։ 90% of them mentioned him. 90% ասացին այդ մարդուն։ So we need to find ways, even in church, to celebrate those people Ստի that do եկեղեցում important things and don't really want to be noticed, but they need to be noticed and encouraged. It ոստի may not be public, they may not want it to ever be publicly noticed, but it's good to be able to go up and say, "Thank you for doing that." եկեղեցում պիտի այսպես ուշադրություն հատանք, շնորհակալ լինենք այն մարդկանց, ովքեր այսպիսի կերպով են Looks like you're ծառայում։ buying good toilet paper. Thank you. Խոսրով ապրես շատ լավ զուգարանի թուղթ է սարը։ Every Sunday, food Amen, magically Kirk. appears, right? After service. Չէ, ծառայությունից հետո հյուրասիրությունը կախարդական I'm sure կերպով glad that you գալիս է։ have food fairies. You know, Yeah. these little Փերիները things that գալիս fly են, around դնում and են։ have food. At our house, you know what we have? I have a laundry fairy and a dishwashing fairy that lives at my house. Իմ տանը ապրում է ուրեմն լվացքի փերի եւ աման լվանալու And my փերի։ clothes just magically get washed. Նույնպես շորես կախարդական կերպով And my լվացվում fairy's են։ name is Lori. Դա իմ փերի անունը Լորի է։ So we need all kinds of people to do all kinds of stuff. Մեզ պետք է լիքը մարդիկ տարբեր բաներ որ կարող են If անել։ everybody wanted to sing and preach at the same time, you know what Paul was saying in Corinth, you guys got to do it by turn. Yeah. Everybody can't preach every Sunday. Եթե բոլոր ուզեն երկեն քարոզեն, չէ՞ պիտի հերթով արվեր դա, որտեղ չեն կարող բոլորը քարոզեն գիրակի։ People find their niche and do what God has designed them to do. Դե օգնել մարդկանց գտնել իրենց ուղղվածությունը, հա, եւ օգնել որպեսզի Another անեն դա։ comment, we often give people the impression that we will be patient and take introverts, but we really need extroverts. Երբեմն մարդկանց տպավորությունը ինտրովերտ, էքստրովերտ ծանոթ եք, չէ՞, սրանք որոնք են։ Մարդկանց ասում ենք, դե ինտրովերտ էլ կարա լինի, այս ինչ մարդ է, ինչ որ ծառայության մեջ, բայց իրականում ուզում ենք, որ ինքը էքստրովերտ շփվող մեկը լինի։ If you want to reach introverts, you need introverts to reach them. Եթե ուզում եք հասնել ինտրովերտների, պետք է ձեզ ինտրովերտ։ Extroverts scare introverts away from churches. Էքստրովերտները ինտրովերտներին վախեցնում են եկեղեցուց, հա։ So you need some quiet people, Նրանց լրակյաց մարդիկ են պետք։ but we don't need 100 hovnans in your church. 100 հատ հովնան պետք չի եկեղեցու։ 5 would be plenty. 5-ը հերիքա։ You also have a few groups. We mentioned the people from Tekoa that built on more than one section. Եվ ինչպես նշեցինք Թեկուայի մարդկանց, ունենք այսպիսի խմբեր, որ մեկից ավելի հատվածի վրա են աշխատում։ And they build again at verse 21, for instance. Տեսնենք այսպես See if you մարդկանց can see 4 what that group is. Verse 4 and then verse 21. What is that group? որ խումբն է 4-րդ եւ 21-րդ համարներում։ Look at verse 4 and then look at verse 20. Նայեք 4-րդը, այնուհետև 21-ը։ 4 համարն ու 28-ը։ Ինչ է պետք է նայենք It's a guy. Մի հատ տղա է։ He builds on two spots. Երկու տեղերում է աշխատում։ Verse 18 and then in verse 24. You also have 18-ում եւ 24-ում some people who built on more than one section. էլի տեսնում ենք մարդկանց, ովքեր մեկ հատվածից ավելիում են You've աշխատում։ got the Levites in 21. Հերթացիներ են իրենք 18-ում։ Այդ ո՞ր անեն դա։ Again, the leader of the Levites in 24. Որ նայես 18-ը, հետո 24-ում ոնց որ նույն մարդն է 18-ում ասում է, «Ստեղ է աշխատել», հետո 28-ում ասում է, «Այս մյուս տեղն էլ այդ նույն մարդը Why ոնց do you որ think he աշխատել է»։ mentions that they built on a second section? Ինչու է նշում, որ նրանք երկրորդ հատվածում էլ են աշխատել։ Բայց այդտեղ նույն մարդը չի։ Բանուի Մարդը չի։ Հովնան In Նորը verse քեցին 4, եղբայրն verse 30. Ենադադի որդի Բավային, չէ՞։
Տասույթն է, Հա, բա 24-ում չկա այդ բանը, բավայի։ Այդ վերջում հələ նայ գրած է Ենադատի որդի Բանուին։ Բայց բանուի է գրած ոչ թե բավայի։ Not all the Levites build with him, but the head their guy. Տասույթ հələ մի վարքա։ Հա, ճիշտ է։ It seems like in 18 says Bavai, son of Enadad, and then in 24 it's a different name. It's Banui. It's actually the same name. It's same name? Written two different ways. Yeah, probably Would be like translation. Hovnan and Hovi. Ոնց որ կարճատած կերպով գրած է։ Այս նույն մարդն է իրականում 10-ին It's two forms of the same name. It's two forms of the same Hebrew name. Նույն եբրայերեն անի երկու։ Sorry about that. It was not as good an example. But the people from Tekoa we definitely see. You also see, look at verse 8. Նայեք 8-րդ համարը։ Hopefully that's a good accent. Verse 8. What kind of people are building in verse 8? Ինչպեսի մարդիկ են նորոգում 8-րդ համարում։ Ոսկերիչ, դեղագործ։ The goldsmith and then pharmacist. Ապճունի ինքը ինչի ստա։ Այդ ռոմեին պատվը շարի ստա։ Like doesn't matter what is is like what Smith is just a builder at that point. But at this point, but in some ways, goldsmiths may have worked with their hands, but they did much finer work. This is blocks, mortar. It's very rough work. Չէ, դա կարող է ասել, որ ոսկերիչն իր ձեռներով աշխատում, բայց այդ մանր բաների վրա trim and rings and circles. Սարքում տլորակներ եւ այլն, բայց այս ցեղ աշխատում են հիմա ոնց էր այդ բանի անունը աղյուսների ու ցախի հետ հիմա արդեն։ Okay, and look at verse 30 as well. Նաեւ նայեք 30-րդ համարը։ Oh, wait a second. Is it 30? I'm sorry, 31-ը կներեք։ Again. 32-ն է ոսկի։ In 32 also there's goldsmith. Yep. Yeah. Now, an interesting thing is, once again, they are doing this for the general good, but also in that section of the city, gold was sold. Իրենք անում են իհարկե բոլորի լավի համար, բայց նաև քաղաքի այդ մասում ոսկեր վաճառվում։ For the general good, but yet it's also to their advantage because they can once again do their business. Բոլորի լավի համար են անում, բայց նաև իրենց հոգոտ։ But again, it's people who are willing to say, I'm willing to serve however I can, not just in a certain way. Այս մարդիկ են ովքեր ուզում են ասել ես կծառայեմ այնպես ինչպես պետք է, ոչ թե ոնց որ ես One ուզում։ person said to his pastor, I'm willing to serve in any ministry in the capacity or in the role of an advisor. Ինչ որ մեկը ասաց, ես կարամ ցանկացած ծառայության մեջ ծառայեմ որպես խորհրդատու կամ քննադատ։ His pastor said, I'm sorry, in the Bible there is no gift of criticism. Ով ասես կներես, բայց Աստվածաշնչում քննադատության պարգև չկա։ This was already mentioned. Stephen mentioned this, verse 12, the guy with his daughters. Stephen ասաց, which verse is this? Verse 12. 12-րդ համարում ինչ որ մեկեր աղջիկների հետ է նորոգում։ Why do you think he mentioned the daughters? Ինչ է նշում նրա դուստրերին։ Որ անգամ կանայք են, էլի, Even women, females participated in this. And very possibly either the man had no sons or his sons had died, but his daughters could have said, that's men's work, I'm not going to do it. Հնարավոր է չես մարդը չուներ տղաներ կամ տղաները մեռել են։ They went and they said. Աղջիկները կարող են ասել դե տղու գործ է, ես ինչ գործ ունեմ։ Sometimes in discussions of what women can do in church, we make it either sound like women can do anything that men can do or women can do nothing of value in church. Երբեմն երբ խոսում ենք, հա, թե ինչ կանայք կարող են անել եկեղեցում, այսպիսի տպավորություն է ստեղծում, որ ոչ մի արժեքավոր բան չեն կարող անել I'll իրական։ be very honest with you. Շատ անկեղծ կլինեմ ձեր հետ։ If I'm going to ask a group to pray for me, I'm going to ask women to pray for me. Եթե ինչ որ խումբ պետք է աղոթի իմ համար, ես Especially gonna ask grandmothers to pray for me. ավելի շուտ կխնդրեմ, որ կանայք աղոթեն, ու մանավանդ տատիկներ աղոթեն իմ համար։ Because women, if you ask them to pray, they'll either pray or they'll feel guilty. Եթե կանանց խնդրում ես And we're աղոթեն, bad as men. We'll pray for you once and then we'll forget you totally.
ոնց որ կանայք անընդհատ կաղոթեն, մենք կամ մի անգամ տղամարդիկ մի անգամ կարող աղոթենք ու մոռանանք քո մասին։ If I'm laying in the hospital and I'm dying, Եթե ես պարկած եմ հոսպիտալում մեռնում եմ, I probably don't want Hovnan with the gift of prophecy to come stand by my bedside. չեմ ուզում Հովտանը մարգարեության պարգևը գա կանգնի իմ կողքը։ If he brings Lilith along, that's okay. Լիլիթին եթե իրդ բերի դավա։ There's just unique places. I hear sometimes people say, "Oh, женская логика." Երբեմն ասում կանայք կնոջ լոգիկա։ As if women are just dumb. Ոնց Women որ are թե not dumb. They just think about things differently. կանայք հիմար չեն իրենք ուղղակի տարբեր կերպով են My մտածում wife ամեն has ինչի saved me մասին։ from so many dumb decisions in my life. I quit counting. Իմ կինը այնքան հիմար որոշումներից ա փրկել ինձ, որ չեմ կարող հաշվեմ։ We need there's the biblical theology that we need to go back to, which is different but equal. Չէ, բիբլիական աստվածաբանությունն է, որ տարբեր, բայց հավասար։ But that's the whole imagery of the body anyway. Բայց հենց դա էլ ամբողջ մարմնի միտքն է։ We're different. We have Մենք different տարբեր ենք, functions, տարբեր գործառույթներ ունենք, but we're all valuable in Christ. բայց մենք բոլորս արժեքավոր ենք So Քրիստոսի we մեջ։ have to help people realize young, old, male, female, there's a role for you at church. Ոստի պիտի օգնենք մարդկանց հասկանալ, որ լինես տղամարդ, թե կին, ջահել, թե տարիքով քո համար դեր կա Sometimes come to եկեղեցում։ me and go, I don't know my spiritual gifts, so I'm not going to do anything. Մարդը գալիս է մոտս ասում է, չգիտեմ թե որն եմ, հոգևոր պարգև, ոնց որ ոչ մի բան չեմ անի։ I want to say, are you ready to repent today or tomorrow? Ուզում եմ ասեմ, այսօր պատրաստ ես ապաշխարես թե վաղը։ Because I'll say, let me tell you the real truth. Որտեվ իրենց ասում են իրական ճշմարտությունը։ There are 4 lists of spiritual gifts in the New Testament. Նոր կտակարանում կա 4 ցուցակ հոգևոր They're պարգևների։ all different. Բոլորը տարբեր են։ But there's one thing that's repeated 3 of the 4 times, Բայց մի բան կա, որ 4-ից 3-ում կրկնվում and է։ that's the image of the body. Եվ կրկնվում է այս մարմնի լեզուն, հա, խոսում է անդադ մարմնի մասին։ It's the body of Christ. Եկեղեցին որպես The Քրիստոսի basic մարմին։ idea is in that image, in that obelisk, the Այս body is this. պատկերում պատկերի իմաստը հետևյալն է։ God has given you things that you can use to serve others. Աստված տվել է քեզ բաներ, որ կարող ես օգտագործել ուրիշներին ծառայելու։ You need to use everything God has given you to serve others Դու կարող ես օգտագործել քո ամենը, որպեսզի in ծառայես connection with այլոց, other believers. and In connection with ուրիշ մարդկանց հետ կապով լինելով։ Is singing a talent or is it a gift? Օրինակ մակը կարող է ասի, Tell you արդյոք the truth as a pastor, I don't care. Արդյոք երկելը տաղանդ է, թե I want you to պարգև, use all that կարևոր God has չի իմ given you, համար, դու talent, gift, experience, whatever. տաղանդ, պարգև, փորձառություն ինչ է լինի, If you go ամենը to a ballet օգտագործի։ school and teach people about Jesus through it, I would it. Եթե կարող ես բալետի դպրոց բացել ու Հիսուսի մասին մարդկանց սորացնել, օգտագործի այն, ինչ որ Աստված տվել է քեզ։ I'm not a prophet. Հիմա չեմ մարգարե անում։ But when we start, and I believe spiritual gifts are different than talents. I do. Ահա ես հավատում եմ, որ Morally and spiritually obligated to use everything. մենք բարոյապես եւ հոգեորապես պարտավոր ենք օգտագործել ամեն ինչ, մեր կրթությունը, պարգևները, կարողությունները, ամեն բան, որ տրված է մեզ։ If somebody says, I don't know my spiritual gift, I'm going to go, can you sweep floors? Ինչ որ մեկ ասում, եթե չգիտեմ հոգեոր պարգևներ, Can ասում you եմ, կարաս smile at պոլեր people մաքրես։ and meet 'em at the door? Կարող ես մարդկանց դիմավորել դռանը, կարող ես մարդկանց համար աղոթել։ Start doing something. Արա and ինչ որ մի understand բան, what you're made to do it. կհասկանաս թե ինչա լավ ստացում քեզ մոտ։ It's an interesting thing. Nehemiah's name is nowhere in chapter 3. Չենք տեսնում Նեհեմիայի անունը 3-րդ He's գլխում, not in there at all. չկա ընդհանրապես։ So he was just sitting on the couch. Դիվանին eating նստած էր։ figs. Լողանը մակարը։ Թուզերուտու։ Կարող He gave everybody something to do. He was chilling. Yeah. When we get to chapter 4, it's evident that he's there Բայց as երբ the հասնում building ենք process is going. with չորրորդ his team coordinating this. գլխում տեսնում ենք, որ նա էլ այնտեղ է իր թիմի հետ կոորդինացնում էր այս ամբողջ process-ը։ Now we focus on the fact that everybody was involved and participating. in this. Հիմա կենտրոնանում ենք նրա վրա, որ բոլորը մասնակցություն ունեն այստեղ։ There's a word, I'm not sure what it is in Armenian, but it's the equivalent of next to them, next to them, Uh-huh. next to them. Այստեղ անընդհատ ասում է իր դրան իր տան կողքը։ Այստեղ տալ։ Uh-huh. Հա,
Ամեն մեկը իր տան Do you մոտի really տարածքը։ think that all these people just spontaneously walked out to the wall and wound up in the exact right place and there was no section of the wall not covered? Ինչ է կարծում, նենց ստացվեց, հա որ բոլորը տենց իրենց տեղերը գտան եւ ոչ մի տարածք չմնաց այդ Պարիսպի մեջ, որ աշխատանք էր պետք։ When we've seen how much Nehemiah likes to think, Եվ տեսանք թե ինչքան է սիրում Նեհեմիան մտածել։ I have a feeling as he walked around the wall, as he went around the wall in the night, Եվ երբ նա գնաց գիշերը քայլելու Պարիսպի somewhere շուրջ, between chapter 2 and chapter 3, Nehemiah with somebody developed a plan. եւ երկրորդ ու երրորդ գլուխների մեջ տեղում Նեհեմիան պլան մշակեց։ And the size of these, when you plot them out, where it was, the wall was in worse shape, there are more teams and smaller uchasky, sections. Section։ Եվ տեսնում ենք թե ինչքան ավելի վատ վիճակում էր գտնվում, հա, տվյալ հատվածը Պարիսպի այնքան ավելի մեծ թիմեր էին աշխատում այնտեղ։ Where the wall was in better shape, there are fewer teams, which is the western side. There's fewer teams and Արևմտյան fewer workers. Արևմտյան հատվածում տեսնում ենք, որտեղ ավելի շատ գործեր արված, իսկ սկզբանե ավելի փոքր թիմեր են Better shape, աշխատում։ western side better shape. Արևմտյան հատվածում ավելի լավ է Eastern վիճակը, side worse shape. իսկ արևելյան հատվածում ավելի վատ է վիճակը։ I don't think that just spontaneously happened. Չեմ կարծում դա տեղի I ունեցավ think սպոնտան։ probably why is his name not mentioned? He was just too busy making sure he had somebody on each spot. Ինչու իր անունը չի նշում այստեղ, նա ուղղակի զբաղված էր ամեն մեկին մի տեղ դնելով։ And next to means that you got to build your part, but you better make sure it's the same height and will connect to David's part and to their part, and you got to make sure yours will connect to their part and our part. Ու տան կողքը շինելը իհարկե նշանակում էր քո տարածքն ես անում, բայց բնականաբար պետք էր որ համապատասխաներ բարձրության մնացած բաներով մյուսին, որպեսզի սիրուն գնար, էլի ինքը։ Now, this is a massive project. Մեծ ծրագիր էր։ We're talking about a Նախագիծ։ wall that was easily 3 if not 4 meters tall. Եվ խոսում ենք պատի մասին, Պարիսպի մասին, որ 3-4 մետր And բարձրություն 2.5 to 3 meters wide. եւ 2-2-ից 3 մետր լայնություն։ It's big enough that when they dedicated people, a group of singers is able to walk along the wall. Այնքան մեծ էր, որ խումբ կարող էր մարդկանց խումբ քայլեր դրա վրայով։ But in the end, it's all done because people joined in and each did his thing and did it well. Իրականացված նրա համար, որ մարդիկ պատրաստ էին գալ եւ կատարել իրենց մասը ու լավ անել դա։ And In cooperation. հա, մյուսների հետ համագործակցելով։ Now, I will warn you, some of these people that built Եվ were not perfect. իհարկե, ասենք որ այս մարդկանցից ոմանք կատարել չէին։ First guy that built was the chief priest. Առաջին շինողը քահանայապետը։ He's right there in the beginning, he's building. Նա սկզբում է այնտեղ է կառուցումը։ When we get to the 13th chapter, Երբ հասնում ենք 13-րդ he's letting գլխին, a pagan guy live in the temple. նա թույլ է տալիս որպեսզի Not հեթանոս just a ապրի pagan տաճարը։ guy, it's Tobiah. Եվ ոչ միայն ինչ որ հեթանոս այդ Տուբիան է։ And he's doing that because he's let his family intermarry with the pagans. Ինչու, որովհետև թույլ էր տվել, որ իր ընտանիքը խառնվի հեթանոսների հետ։ So not only does God use a variety of people, but he uses imperfect people. Նա օգտագործում է ոչ միայն տարբեր մարդկանց, այլ նաև ոչ կատարյալ And in մարդկանց։ fairness to the chief priest, there's about a 20-year difference between he's the younger guy building on the wall and he's the older chief priest who's kind of compromising. Եվ իհարկե նաև տարբերություն կա, երբ այս քահանան այստեղ կառուցում է պատը եւ արդեն 20 տարի հետո, երբ հեթանոսների հետ թողնում տաճար։ So we need to become experts at not only being able to delegate the work of God, Պիտի վարպետ դառնանք, հա, Աստծո խոսքը մասնատելու եւ մարդկանց տրամադրելու but որ also անեն, helping people find their spot on the wall բայց նաև օգնել մարդկանց իրենց տեղը գտնել պատի վրա, and helping պարսպի them վրա, work well with other people. եւ օգնել որպեսզի ուրիշների հետ կարողանա լավ աշխատել։ And the wall was finished because the people had a mind to work and God worked through them, but he didn't work through one. Պարիսպը ավարտած, որովհետև Աստված աշխատում էր մարդկանց միջոցով, բայց ոչ միայն մի հոգու։
it would be interesting to reread chapter 3 and not pronounce all the names. Հետաքրքիր կներ եւս մեկ անգամ կարդալ հա այս երրորդ գլուխը, չկարդալ իհարկե բոլոր այս But անունները։ just count the minimum number of people that are there. Sometimes it's just a group. Ուղղակի այն minimum Sometimes and just count how many people that were involved. ահա ուղղակի հաշվել թե քանի մարդ է ներգրաված սրա մեջ։ There were more people involved than there are names. Ավելի շատ մարդիկ են իհարկե Sometimes ներգրաված, it's like քան this guy and անուններ his կան։ daughter. Օրինակ ասում է, այս ինչ մարդի եւ նրա աղջիկները։ There were probably about 3 times as many people involved as there are names listed. Գոնե 3 անգամ ավելի շատ մարդիկ էին ներգրաված այստեղ, քան անուններ են թվարկված։ And I think another reason Nehemiah's name was not mentioned. Եվս մեկ պատճառ թե ինչու Նեհեմիայի անունը նշված չէ այստեղ։ Remember what he said in the first chapter? Հիշում եք ինչ ասաց նա երկրորդ գլխում։ These were the ones who God had determined would be building this. Սրանք են այն մարդիկ, ով Աստված որոշեց պիտի He has no կառուցեն սա։ need to be in the center of attention. Կարիք չկա, որ նա լինի ուշադրության կենտրոնում։ As one person said, God can accomplish a lot through his people if no one cares who gets the glory. Ինչպես մեկն է ասել, Աստված կարող է շատ բան իրականացնել իր ժողովրդի միջոցով, երբ ոչ մեկի պետքը չի թե ում է փառքը, ում է գալու փառքը։ So even though 3 sounds like a boring chapter, when you look at it in the whole context, it's a really cool chapter. Չնայած որ առաջի հայացքից կարող է թվալ սա ձանձրալի գլուխ է, իրականում շատ հավես գլուխ է ինքը։ The most united that we see the Jewish people in this entire book. Այս ամբողջ գլխում այստեղ ենք տեսնում Or one of the places we see them. այդտեղերից մեկն է, որտեղ տեսնում ենք հրեա ժողովրդի միաբան։ Okay, to end out, I want you to once again your 3 questions. Շատ լավ, ավարտելով կրկին հետ գանք մեր 3 հարցերը, ինչ սովորեցիք։ God loves people with weird names. Այնակ Հովնանը կգրի, որ Աստված սիրում է տարօրինակ անունով մարդկանց։ What did you learn Ինչ about սովորեցիք Աստծո մասին, ինչ սովորեցիք մարդկանց մասին եւ ինչ սովորեցիք ծառայության մասին։ this section again? 3 նախադասություն։ Because he's going to give you the test on Friday. He's going to be asking. Լավ գրեք, որովհետեւ թեստ է լինելու ուրբաթ օրը հարցնելու է թե ինչու եք գրել։ Okay, so your three sentences, write them down. 3 նախադասություն գրի արեք։ Should we stop the recording Yeah, already? you can stop it. That's fine. Դավ։ Անջատենք արդեն։ Yeah. Please mention